Բարև ձեզ արգելի ընկերներ, շատ եմ խնդրում տարածեք։ Այստեղ եւ մինչև վերջ լսեք, ես կաշխատեմ շատ կարճ, բայց խնդրում եմ ուղղակի տարածեք, որովհետեւ այստեղ հնչելու են հարցեր, որը պետք է բոլոր անկյուններից հնչի։ Հայաստանը հիմա ներքաշվեց գեոպոլիտիկ վերջնապես ուղղակի ներքաշվեց գեոպոլիտիկ գիգանտների պատերազմի մեջ։ Լավ, հասկացանք Եվրոպա։ Գնում ես Եվրոպա, ինչ ես ուզում Ռուսաստանն ու Պարսկաստանը քեզի թշնամի դառնան։ Ինչ Զելենսկի, ինչ Տիխանովսկայա։ Երևանում Ժիլենսկին ասում է, որ Մոսկվային հաղթանակի տոնի արդիվ ռմբակոծելու է։ Երևանից դուք լրիվ գժվել, սա Հայաստանի վերջնակետն են դնում։ Լավ, արում է։ Խեղկատակը, այս հիմարը, Մակրոնն էլ հայտարարեցնեց մի հատ բառից բուն իմաստով, որ ինքն է ստիպե հանձնել Արցախը, մենակ թե ռուսները ընդերից գնան, ռսամետ, հարցը ռուսամետությունը չի։ Հարցն է, որ ռուսի ոտը կտրելու համար Արցախից, Արցախը տվեցին, Տավուշի տարածքները հանձնեցին, որպեսզի ռուսները տես գնան։ Հիմա էլ ասում է 4000-ը մնացել են, հələ 1000 սահմանապահել ընդեղ կա, Թուրքիայի սահմանին։ Դրանց անենք, որ Հայաստանն էլ տանք։ Չեղարկեն ռուս-թուրքական պայմանագիրը, հաջորդ քայլը դա է լինելու։ Իսկ չեղարկել ռուս-թուրքական պայմանագիրը նշանակում է մնալ Հայաստանից 8600 քառակուսի կիլոմետր Ադրբեջանին վասալական պետություն, որովհետև արդեն Թուրքիան այնքան նսեմ ենք, այնքան ընկած, որ Թուրքիան ասում է, մի կպեք ինձ, ես զզվում եմ։ Գնացեք, այն փոքր թուրք ունենք ընդ փոքր պետություն, դրա տակ մտեք։ Լավ թեկացա, ռուսները վատն են, ինչ են, սպիտակ ռուս եք, թուրք եք ասում, ինչ եք ասում, Գրիբայեդովներ երևի սպիտակ թուրք, որ Հայաստանի տարածքում հայ չեր ապրում, բերեցին, բնակեցրեցին։ Լավ, թուրքիս ունենք, քրդիս ունենք, քուրդ ենք, անուղասկեր, ամեն ինչ մոռացված է, բայց որպես ինչ եք, երկու գերտերություն, մի հատ համաշխարհային գերտերություն ու մի հատ տարածքային գերտերություն թշնամի դարձնում։ Երբ որ ամեն ինչով կախված եք դրանից։ Լավ, հասկացանք այդ խեղկատակը, դա անասունը, դա իրա կաշին փրկելու համար, պատրաստ է ամեն ինչի։ Մեկա սատկելու է, Նիկոլ, դու մեկա մորթվելու ես, Նիկոլ, դու ուրիշ շանս չունես։ Չի եղել երբևիցե ես աշխարհերեցին դավաճանները, քո նման, դու են աշխարհի բոլոր դավաճանների կարմիր գծերը նույնիսկ անցել ես։ Դու չես կարա կենթանի մնաս։ Քեզ սատկացնելու են, ու ինչքան շատ ես ձգում, այնքան սարսափելի։ Քո տերերդ ասվածն աստա հայի ձեռը քեզ ասնի, ոչ թե քո տերերդ քեզ ոչինչ ասնեն։ Հա հասկացանք այ փնթի պոռնիկ, սաղին տալիս է, սաղ հետդ քնում են։ Իրանց ազգի համար, իրանց երկրի շահերի համար, մետ Հայաստան ինչն է, բայց դու Հայաստանն ես սարքել փսրնքոտ պոռնիկ, որ կծում ես սրա նրա տեղաշորի մեջ։ Լավ, սա էլ անցանք, բա ինչ է անում այդ անդիմա բոյսակները, որոնք հանցագործները, որոնք 5 տարի գնացին քաղաքակրթական հանցագործան սրանց այդ ընտրությունների, 5 տարի բոլոր դավաճանությունները լեգիտիմացրեցին, հիմա նորից գնում են ընտրությունների։ Դուք տեսնում եք Հայաստանում ինչ է կատարվում, հերեք խումբ պառակտված մարդա 15 հոգով էս կողմենկոմ, դուք գնում եք ընտրության։ Այս պահին, եթե դուք չեք կարող ոտքի հանել դրանց եկած պայմաններում 50-100 հազար մարդ, եթե դուք չունեք այդ բոլորդ իրար հետ միասին վերցրած 50-100 հազարի պոտենցիալ Երևանում փողոց անելու ցույց տալու, որ դեմ եք այդ ամեն ինչին։ Արցախի հանձնելու Մակրոնի դեմ եք, Նիկոլի հետ միասին։ Դուք ուր եք գնում ընտրության։ Եթե դուք չունեք այդ պոտենցիալը, Բագրատ Սպասյանին կողիկ Բերդը 5 տարի լեգիտիմացրեցիք ամեն ինչ ձեր մանդատներով Հայաստանում ստացեիք քաղաքական ճգնաժամի բացառում։ Ինչ ահավիք լինի, դուք ձեու կապահովեցիք Հայաստանում քաղաքական ճգնաժամի բացառումը։
ամբողջ դիպլոմատիկ կոմպլեքսը, ամբողջ նախարարով, փոխնախարարով, բոլորով, դեպարտամենտներով, բոլորը հրաժարական տվեցին, արա դուք գնացիք նստակ այդ խորհրդարանում, որ դա անհնար էր, երբ որ արտակ գործակի նախարարը իր բոլոր փոխնախարարներով հրաժարական ատալիս դեպարտամենտի ղեկավարներով ասել է, որ կառավարության հետ համաձայն չի, եւ այդ վարչապետը մնում է, դա ձեր վզին է, դուք եք պահել։ Ու հիմա գնում եք ընտրության, ժողովուրդ ջան, բոլոր տեղերից պրտի հարցը չի, չկա 5% հավանականություն, որ այս ընտրությունները հնարավոր է կրել, կարողին տեսանք մի հատ ծուր բերան, հիմա գնում են հաղթելու, տո չգիտեմ ինչ անելու, եթե նույնիսկ 5% հավանականություն կա, որ այս անասունը կարող անցնի, ամեն ինչ պետք է արվի, որ ասենք այդ ընտրությունների չկայանան նրա ներկայությամբ։ Իսկ սրանք գնում են նույնիսկ 5% հավանականություն չունենալով, որ իրանք կարող անցնեն։ Հարց պետք է տրվի դրանց, ընտրվի միայն եւ միայն այն ուժին, որը կպատասխանի հարցին, նկարվելու են հաստատ։ Եթե մեկը կասի, որ ինքը սպասում է արդար ընտրությունների, նշանակում է ինքը ասում է, որ նախորդ բոլոր այս ղեկավարները ավելի անբարոյական եղեք, ասել Նիկոլը։ Շատ ավելի, սարսափելի։ Իսկ եթե կեղծելու է եւ նկարելու է եւ հաջորդ օրը գիշերը հաշվելու են հաջորդ օրը այս համայնքը, որ այսօր Մակրոնով բռնած, մնացածով վերջացրած, Զելենսկին ֆոսֆորային բոմբերով մեր ժողովրդին վառող, որտեղ ուրախացած դիմավորում եք, Ղարաբաղ Ուկրաինա պլակատները երկրում կախած, այդ բոլորը հաջորդ օրը շնորհավորելու են Տրամպից բռնած, ստիպված Պուտինն էլ հետևից։ Ինչ եք անելու, ասելու եք չէ, համաձայն չեք։ Թե գնալու եք էլի սահմանադրական դատարան, թե 300,000 ձայն կեղծված է, հետո Նիկոլի սահմանադրական դատարանը ասելու է կեղծված չի, ասեք չէ, որ դու սահմանադրական դատարանը կեղծված չի, մեզ ազգը այլանդակա Նիկոլ ընտրե։ Ու 5 տարի ասեք ժողովուրդը այլանդակա Նիկոլ ընտրե։ Այլանդակը դուք եք։ Հիմա այս հարցը պետք է հնչի։ Պետք է հնչի բոլոր կողմերից ու ամեն օր։ Հավանականությունը, որ դուք չեք կրվելու, նա չկարողա չեղարկի ամեն ինչ, պատերաստեղծի ամեն ինչ։ Այն մարդը, որ գնալու է նորից կազմի, այսքան Արցախի խորհրդարանի, Կործաման, Կալաբարան խորհրդարանից գնալու է կազմի Նիկոլի հետ միասին, արդեն Հայաստանի Կործաման խորհրդարան, ով ուզում է լինի, դա ամենավերջի դավաճանն ու անբարոյականն է։ Դավաճանությունը, լեգիտիմացնողը դավաճանից բեթար է, դավաճանության բոզելն էլ ավելի վատ բան է։ Հիմա պետք է հնչի, գնացի, կեղծվեց, չկեղծվեց, ինչ ուզում է եղավ Նիկոլը գնաց անցավ, ինչ եք անելու, եթե դուք գնալու եք կազմեք նորից խորհրդարանը, երկրի միակ իշխանությունը, ու նորից ընտրեք, ընդամենը գործակատար հանդիսացող այդ շանը, ուրեմն թքած ձեր վրեն ավելի լավ թող նա մնա։ Որովհետև դուք փալաս եք, փալաս։ Պետք է այդ հարցը տրվի ու բոլորը պետք է պատասխանեն այդ հարցին։ Այն ուժը, որը որ կասի, որ եթե հանկարծ ինքը անցավ որպես ընդդիմություն ու գնալու է կազմելու է Հայաստանի Կործաման խորհրդարանը Նիկոլի, ընտրելու է կազմելու խորհրդարան նորից Նիկոլին, այդ նույն դավաճանն է, նույն շունն է եւ դրա մի ձայն չպետք է տրվի։ Բոլորը պետք է երթվեն, բոլորը պետք է գրավոր ձևով համաձայնագիր տնտեն եւ իրար մեջ եւ ժողովրդին գրավոր ստորագրությամբ ղեկավարների այդ ֆրակցիաների առաջին համարներով, որ իրենք երբևիցե Նիկոլի անցնելու դեպքում չեն գնալու եւ չեն կազմելու խորհրդարան։ Հակառակ դեպքում ոչ մի ընտրություն, ոչ մեկին ձայն չտակ։ Գնացեք ու շեշ շան ընտրեք։